Բարև Եվ այսպես տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի այդքան երկար սպասված հեռախոսազրույցը։ Երկու երկրների նախագահների հեռախոսազրույցը տևել է 2.5 ժամ, նրանք վերահաստատել են Ուկրաինայում կայուն եւ երկարատև խաղաղություն հաստատելու ջանքերին։ Բնականաբար խոսակցությունը չի ծավալվել միայն Ուկրաինայի շուրջ, քննարկվել են նաև ռուս-ամերիկյան հարաբերությունները եւ միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Արտուր։ Դեռ հեռախոսազրույցից առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել էր, թե խաղաղության վերջնական համաձայնագրի շատ կետեր արդեն համաձայնեցված են, սակայն դեռ շատ աշխատանք կա անելու եւ անհամբեր սպասում եմ նախագահ Պուտինի հետ խոսելու։ Ինչ կարելի է ասել արդեն կայացած հեռախոսազրույցից հետո, ինչ արդյունքների մասին կարելի է խոսել, նախ Ուկրաինայի մասին ենք խոսում։ Ինչ նկատելի համաձայնություններ կարող ենք մատնանշել։ Ես կարևոր եմ համարում ուշադրություն դարձնել, որ գոյություն ունի երկու ձևաչափ ԱՄՆ Ռուսաստան այսօրվա բանակցությունների այդ գործընթացի մեջ։ Մի ձևաչափը, որտեղ կողմերը որպես հավասար անդամներ, որպես հավասարի կարգավիճակով բանակցում են միջուկային զենքի կրճատման հարցերի շուրջ, միջազգային քաղաքական օրակարգի այլ նմանատիպ ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շուրջ եւ բանակցում են հավասարը հավասարի հետ։ Եվ երկրորդ ձևաչափը դա ձևաչափն է, որտեղ ԱՄՆ-ն հանդես է գալիս որպես միջնորդ։ Եվ մենք տեսանք, որ ԱՄՆ-ն քայլեր ձեռնարկեց ՄԱԿ-ում մի շարք այլ կազմակերպություններում դուրս գալով այն դիրքից, որ ինքը հանդիսանում է Ուկրաինայի աջակից, որպեսզի ձեռք բերի միջնորդի անաչառ միջնորդի կարգավիճակը։ Թեպետ եւ այս հարցում շարունակում են մնալ ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ուկրաինային այս պահին, բայց ընդհանուր միտումը այդ կարգավիճակը ենթադրում է, որ ԱՄՆ-ն պետք է ինչ-որ մի կետում այդ աջակցությունը դադարեցնի։ Ինքը չի կարող լինել եւ միջնորդ եւ աջակից միաժամանակ։ Ռուսաստանի համար այդ ձևաչափը որոշակի առումով դիսկոմֆորտ է ի սկզբանե, որովհետեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում եւ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը հանդես են գալիս որպես մշտական անդամներ եւ կարծես թե իրենք պիտի միջնորդ լինեն ուրիշների համար կոնֆլիկտային իրավիճակներում, իսկ այստեղ մենք ունենք աննախադեպ ՄԱԿ-ի համար իրավիճակ, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամը ինքն է կոնֆլիկտի կողմ։ Եվ ԱՄՆ-ի համար որոշ մասնագետները գտնում են, որ սա արդեն կարգավիճակի առումով դիվանագիտական ձեռքբերում է։ Տեսնում ենք եւ որ Ռուսաստանի Դաշնությունը դրա դիմաց փորձում է ինչ-որ առավելություններ ստանալ ԱՄՆ-ի այդ կարգավիճակը ճանաչելու դիմաց այս գործընթացի մեջ եւ սպասումները որոնք որ ունեին բոլորը բնականաբար մամուլից եղած տեղեկություններով շատ մեծ էին երեկվա բանակցություններից Ուկրաինայի մասով, որովհետև առաջին ձևաչափը կարծես թե չի լուսաբանվում, ԱՄՆ Ռուսաստան այդ օրակարգի հարցերը նշվում են, բայց բավականին փակ է այդ մասը եւ ավելի ուշադրությունը հանրության միջազգային հասարակության ուղղված է Ուկրաինայում պատերազմին, որտեղ ԱՄՆ-ն, ինչպես ասեցի, հանդես է գալիս ըստ էության որպես միջնորդ։ Սպասումները մեծ էին, որովհետև ինքը անձամբ Դոնալդ Թրամփը նախապատրաստեց այդ եւ հասկանալի է, որ նման բանակցությունները որպես կանոն ունենում են մաքսիմում ծրագիր եւ մինիմում ծրագիր։ Մաքսիմում ծրագիրը ներկայացված էր 30 օրով հաստատել հրադադար առանց նախապայմանների։ Դա չհաջողվեց եւ իրականացվեց նվազագույնը այս իրավիճակում, ինչը կարող էր լինել, դրանից ավելի նվազ պարզապես որևէ արդյունք չէր կարող գրանցվել։ Սա կարող է հարվածել որոշակի էներգետիկ համակարգին, դա նվազագույնն էր, ինչը որ կարելի էր ակնկալել այս փուլում բանակցություններից, որը եւ բացահայտում է
Մյուս խնդիրը, որ Վլադիմիր Պուտինը որպես ավտորիտար ղեկավար իր պետության այդքան էլ ազատ չի որոշումներ ընդունելու հարցում Ուկրաինայում պատերազմի հետ կապված, այսինքն այսպես ասած ամբողջ իր ձեռքում կուտակված իշխանությունը այնուամենայնիվ իրեն հնարավորություն չի տալիս անտեսել ռազմական խավի պայմանները, կարմիր գծերը, որոնք որ իր առջև գեներալները դնում են, կարելի է այսպես ասել, եւ այդ դիմադրությունը ներքին Ռուսաստանում շատ բարձր է։ Մենք բազմից լսել ենք, որ հրադադարի նախապայմանները Ռուսաստանի ըստ էության այն նպատակներն են, որին նա կարող էր հասնել կամ չի կարող տարբեր մասնագետները տարբեր գնահատականներ ունեն միայն ռազմական ճանապարհով, որպեսզի ուկրաինական զորքերը դուրս բերվեն 4 մարզերից Ուկրաինան ճանաչի այդ տարածքները Ռուսաստանի մաս եւ այլն, դա պատերազմի նպատակներն են հռչակված Ռուսաստանի Դաշնության կողմից եւ դրանք չեն կարող լինել հրադադարի նախապայման։ Հրադադարը պիտի ունենա բալանսավորված, այսպես ասած, դրություն, ինչ որ կոնսենսուսային փոխզիջում, ինչ որ այո, եւ չի ենթադրում հրադադարը, որ կողմերը հրադադարով հասնում են, առհասարակ տեսությունն եմ ասում, հասնում են իրենց քաղաքական նպատակներին, որոնք որ պիտի հասնեին ըստ իրենց պլանների ռազմական ճանապարհով։ Եվ այդ առումով Ռուսաստանի դիրքը որոշ փորձագետներ դեստրուկտիվ են համարում եւ համարում են, որ հեռանկարը այդքան էլ օպտիմիստական չի, ինչպես Դոնալդ Թրամփը ներկայացնում է այդ բանակցությունների ընթացքում։ Բանակցություններից հետո նորից էլի լավատեսական նոտաներով արտահայտվեց Դոնալդ Թրամփը, ասեց մենք պայմանավորվեցինք անհապաղ հրադադարի մասին ողջ էներգետիկայի եւ ենթակառուցվածքների համար այն գիտակցումով, որ արագ կաշխատենք ամբողջական հրադադարի հասնելու եւ ի վերջո վերջ տնելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ սարսափելի պատերազմին։ Թե նախագահ Պուտինը, թե նախագահ Զելենսկին կցանկանային տեսնել դրա ավարտը։ Ասում է եւ նորից հիշեցնում, որ եթե ես լինեի նախագահ, այս պատերազմը չէր էլ սկսվի։ Դե այստեղ Թրամփը արդեն ներքին ԱՄՆ-ի քաղաքական դասավորության տեսակետից հայտնվեց բարդ վիճակում։ Ինքը ստեղծեց սպասում ԱՄՆ-ի հանրության մոտ, որ ինքը հեսա արագ կարգավորելու է այս հարցը, բայց բախվեց սպասումներին բարձր հիշածով սահմանեցին, ես սկսած մեկ օրում եւ այլն, բայց հիմա արդեն լիովին այլ վիճակ է եւ վտանգավոր վիճակ է Թրամփի համար, որովհետեւ ինքը ստիպված է լինելու բանակցային այս փուլը ներկայացնել ավելի օպտիմիստական լույսի ներքո, կան իրականում այն իրենից այսօր ինչ է ներկայացնում։ Ռուսաստանի համար կանգնեցնել պատերազմը շատ բարդ խնդիր է։ Հիմա չնայած Մեծ Բրիտանիա վարչապետը ողջունեց Ուկրաինայում հրադադար հաստատելու հարցում ձեռք բերված առաջընթացը, այդուամենայնիվ մտավախություն կա Եվրոպայում, որ Վաշինգտոնը կստիպի Կիևին ստորագրել համաձայնագիր Մոսկվային ձեռնտու պայմաններով։ Հավանական սցենարը դա է։ Կա այդպիսի կարծիք բնականաբար, որ անհաջողությամբ հասնելով այս փուլում հրադադար հաստատելու այն ձև ֆորմատով ոնց որ պատկերացնում էին, մտածում են, որ այո, հիմա Ուկրաինայի ժամանակն է, ինչ որ զիջումների գնալու եւ այլն, եւ կարող է ուկրաինական կողմի վրա լինեն ճնշումներ, բայց եւ կան տրամաբանական սահմանափակումներ եւ կան իհարկե քաղաքական, այսպես ասած, դիրքորոշումներ, ինչի են ով ոնց գնահատում այս գործընթացը։ Եվ Եվրոպայում շատերը գոհ են, որ Թրամփը հայտնվեց մի այնպիսի գործընթացի մեջ, որը որ իր համար կամ շատ լավ կվերջանա, կամ շատ վատ կվերջանա։ Եվ եթե վերջանա շատ լավ, դա եւ Եվրոպայի համար լավ կլինի, իսկ եթե վերջանա շատ վատ, դա Եվրոպայի համար վատ չի լինի այլ պատճառներով։ Իրենք ողջունում են այն առումով գործընթացը, որ իրենց տեսակետից Պուտինն էլ հայտնվեց շատ բարդ հիմա նուրբ քաղաքական իրավիճակում իր երկրի ներսում։ Ինքը աստիճանաբար մոտենում է Գորբաչովի, այսպես ասած, կերպարին, որը որ տարիներ շարունակ
Պուտինը անձամբ քննադատում էր եւ ասում էր, որ երբեք նման քաղաքականություն, ինչպես որ Գորբաչովն էր իրականացնում, ինքը չի անի եւ իր թիմը եւ այլն, բայց հիմա ինքը աստիճանաբար սկսում է արդեն այդ վիճակում հայտնվել եւ Ռուսաստանում բարձրանում են բողոքի ձայնը, որ հարգելի Պուտին, այսօր ես մեզ տանում մարդիկ չեն վստահում ոչ մի պայմանագրերին, ոչ մի պայմանավորվածություններին արևմուտքի հետ եւ գտնում են, որ պետք է այսպես ասած քշել մինչեւ վերջ։ Դուք Պուտինին եք նմանեցնում Գորբաչովին, զուգահեռներ եք տանում, գուցե Թրամփն էլ Միացյալ Նահանգների Գորբաչովն է։ Թրամփը նախադեպ ունեցող ԱՄՆ-ի տեսակետից գործիչ է, որովհետեւ ինքը երբեք ոչ մեկ չէր կարող մտածել, որ ԱՄՆ-ն կարող է հայտնվի Գերմանիայի 30-ական թվականների վիճակում, երբ իշխանության գալիս է ավանդական կուսակցություն, հանրապետական կուսակցություն, թաքուն նպատակ ունենալով, որը որ արդեն բոլորը հասկանում են, որ այդպիսի նպատակ կա, զավթել պետությունը։ Եվ սա եւս մի հարթություն է, բացի արտաքին, այսպես ասած, տարբեր կոնֆլիկտների, որը որ Տրամփը այսպես ասած մեկնարկեցին Տրամփի իշխանության հետ գալու միասին, ԱՄՆ-ի համար շատ հիմա լուրջ մարտահրավեր է նախագահի ադմինիստրացիայի վարչակազմի եւ մնացած պետության բոլոր կառույցների միջև ըստ էության պատերազմը։ Այն ինչը որ ԱՄՆ-ում կատարվում է, տպավորություն է, որ պատերազմ է հայտարարված բոլոր պետական կառույցներին։ Ներսում, դրսում փափուկ ուժի այդ կառույցները ոչնչացնելը, տեղեկատվական, քարոզչական, քաղաքացիական եւ այլն։ Հանրապետականների թեզն էր միշտ եղել, որ հարկավոր է ԱՄՆ-ի ծախսերը կրճատել եւ հիմա երբ որ պետական պարտքը հասել է ինչ որ ֆանտաստիկ բարձր մեծությունների 30 օրորի է աճում 36.5 տրիլիոն, ընդամենը մի քանի ամիս 33 տրիլիոնի մասին էին խոսում։ Հանրապետականների համար դա ավանդական խնդիր է պետական ծախսերը կրճատել եւ այդ դրոշակով Թրամփը մտավ Սպիտակ տուն, բայց այն ինչ որ ինքը սկսեց անել հետագայում բոլորին ապշացնում են նույնիսկ հանրապետականներին, իրենք նկատի ունեին ծախսերի կրճատում, բայց ոչ թե պետության ապամոնտաժում։ Եվ հիմա մեծ դիսկուսիա է։ Տրամաբանությամբ են ասում, որ գուցե Թրամփն էլ Միացյալ Նահանգների Գորբաչովն է։ Նույնիսկ Գորբաչովը այդ աստիճանի չէր հասել։ Տրամփին կարելի է համեմատել հիմա իր եւ իր համախոհներին Հիտլերի հետ։ Ադոլֆ Հիտլերը 37 թվականին, երբ որ երկրորդ անգամ իրենց կուսակցությունը, նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը հաղթեց ընտրություններում, բայց իրենք ունեին ոչ ամբողջ մանդատը 30 քանի տոկոս, իրենք սկսեցին ապամոնտաժել պետությունը, սկսեցին զավթել իշխանությունը, սկսեցին այդ բոլոր գործողությունները, որոնք ավարտվեցին նրանով, որ Գերմանիայում հաստատվեց ավտորիտար նացիստական ռեժիմ։ Տրամպիստների մի զգալի խումբ կա, որոնք որ հենց դա են հռչակում որպես գլխավոր նպատակ, ոչ թե փոփոխել բյուջետային պետական ֆինանսական համակարգի մեծությունները, չափանիշները, այլ առհասարակ փոխել ԱՄՆ-ում պետական կարգը։ Եվ սա շատ սուր հարց է, ինքը հիմա անընդհատ առնչվում է դատական պրոցեսների հետ, Տրամփը փորձում է պահպանել իր կապը էլեկտորատի հետ, վարում է շատ գերակտիվ PR քաղաքականություն, ամեն ինչը անում է այնպես, որ մեկ վայրկյանով նույնիսկ ամերիկացիները ուշադրություն թե իր թշնամիները, թե իր բարեկամները չթողնեն իրեն հանգարց ուշադրության կենտրոնից ինքը դուրս չթողնեն, հա, եւ դա արդեն դա էլ է վերլուծվել, որ դա տեխնոլոգիա է, նշանակություն չունի դու որքանով խելամիտ բան ես ասում կամ ինչ ես ասում, կարևորը այն է, որ միշտ հա պահես լարված բոլորին։ Լավ, էլի վերադառնալով հեռախոսազրույցին եւ Ուկրաինայի թեմային, կարծում եք եվրոպական համայնքը ուզում եւ կկարողանա
ապահովել, ավելացնել այդ պաշտպանական ծախսերը ոչ միայն իր անվտանգության, այլև Ուկրաինայի անվտանգությունը ապահովելու համար։ Արդեն դա դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Իհարկե, սա ազատ զրույցն Free News-ի եթերում ես զրուցում եմ Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Հարցային էր, թե եվրոպական համայնքը կկարողանա ապահովել, ավելացնել իր պաշտպանական ծախսերը եւ նաեւ ապահովել Ուկրաինայի անվտանգությունը։ Արդեն կարողացավ, արդեն ընդունված են այդ որոշումները այս տարվա համար, այս ֆինանսական տարվա համար սահմանված է 800 միլիարդ եվրո բյուջե եւ իրականացվում են արդեն պետական մակարդակով փոփոխություններ, դա վերպետական Եվրոմիության որոշումներ, իսկ պետական մակարդակով օրինակ Գերմանիան 3 առաջ օրը քվեարկեց սահմանադրության փոփոխության ընկետի համար, որը որ սահմանափակում էր Գերմանիայի ֆեդերալ բյուջեի արգելքեր դնում ունենալ դեֆիցիտ։ Հիմա այդ արգելքը հաղթահարված է, Գերմանիան կարող է ունենալ դեֆիցիտ, այսինքն ներգրավել վարկային փոխարու միջոցներ, որպեսզի ֆինանսավորի հենց ռազմական ծախսերը։ Որոշ բաներ նաև առաջնորդը իշխող ուժի հիմա դա ներկայացրեց որպես Գերմանիան վերադառնում է։ Այստեղ կարևորը հետևյալն է, այն ձևաչափով, որտեղ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը քննարկում են միջազգային, այդ կարևոր հարցերը, ինչպիսին է օրինակ միջուկային զենքի կրճատումը, այդտեղ նաեւ իհարկե կարևոր հարց է ռազմական ներկայություն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության այլ պետություններում։ Եվ արդեն ուրվագծվեց համենայն դեպս ընդունվող որոշումներից պարզ է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Եվրոպայից դուրս բերել իր ռազմական ուժերը։ Այսինքն կարելի է ասել երկրորդ համաշխարհային պատերազմի էջը ամբողջությամբ շրջվում է։ Այո։ Բնականաբար դա հավանաբար փոխկապակցված է նրա հետ, որ Ռուսաստանի Դաշնությունը նույնպես պիտի դուրս բերի իր ռազմական ուժերը այլ պետությունների տարածքներից, մասնավորապես նախկին Խորհրդային Միության տարածքներից, Մոլդովայից, Աբխազիայից, Հարավային Օսիայից, Հայաստանից եւ Միջին Ասիայի պետություններից, որտեղ որ իրենք ինչ որ ռազմական ներկայություն ունեն, Տաջիկստանում եւ այլն։ Սրանք ենթադրություններ են։ Ակնհայտ է, որ եթե մի կողմը արդեն իր դաշնակիցներին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի զորքերը դուրս են գալու Եվրոպայից, նշանակում է, որ դա միակողմանի չի կարող լինել, դա նշանակում է, որ եւ մյուս կողմը պարզապես տարբերություն կա քաղաքականության լուսաբանման եւ քաղաքականության, այսպես ասած, մատչելի լինելու մեջ Ռուսաստանի Դաշնությունը փակ երկիր է եւ մարդկանց post-factum տեղեկացնում են ընդունած որոշումների մասին, Եվրոպայում, ԱՄՆ-ում մարդիկ դա իմանում են ավելի վաղ ժամանակահատվածում։ Դասավորությունը այո, այդպեսին է, որ Եվրոպայի պետությունները պետք է իրենք ապահովեն իրենց անվտանգությունը, այսինքն մեծացնեն ռազմական ծախսերը եւ իհարկե իրենց վրա դրվում է բեռը, դա արդեն երկրորդ, այսպես է ձևաչափի հետևանքով, ԱՄՆ-ն որպես միջնորդ եւ հետագայում որպես երաշխավոր խաղաղ գործընթացի պիտի լինի չեզոք, այսինքն համադրել եւ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային եւ այդ դերակատարությունը ինչ որ մի կետում ապագայում հնարավոր չի լինի։ Եվ այդ մարտահրավերների հետ աշխատում են հիմա եվրոպացիները, ուկրաինացիները գիտեն, որ այս քաղաքական ճարտարապետությունը ենթադրում է այսպիսի փոփոխություններ, որ իրենք հետխորհրդային երկրները լույս կողմից պիտի պատրաստվեն դրա։ Հետխորհրդային երկրները հələ որ Լուկաշենկոն տենց արտահայտություն ուներ сидят как мыши под веником։ Գիտեն, որ գալիս է գլոբալ տեկտոնիկ փոփոխությունների մեծ ալիք, բայց ինչպես դրան արձագանքել հիմա, մենք բոլորս այսպես ասած դեռ բարձ չի։ Ուկրաինային վերաբերող մեկ հարցել եւ անցնենք արդեն մեր տարածաշրջան հարավային Կովկաս, այս միջոցին Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են ճնշում գործադրել Ռուսաստանի սահմանային հատվածների վրա, սա ինչ է նշանակում, սա Միացյալ Նահանգներից ավելի ազատ եւ ի հեճուկս Միացյալ Նահանգների թե պայմանավորված։
Չէ, դա ռազմական իմ կարծիքով անհրաժեշտություններով թելադրված գործողություններ են։ Ուկրաինան արդեն 1.5 տարի իրականացնում է պաշտպանական ռազմական պաշտպանական օպերացիա։ Պաշտպանական օպերացիաները ունեն դասակարգումը իրենց եւ ենթադրում են, որ պաշտպանության անցնում է այն կողմը, որ ունի ավելի քիչ ռեսուրսներ եւ պաշտպանության նպատակը դիմացինին պատճառել հնարավոր մեծ վնասներ, ստեղծել հետագայում պայմաններ հետ հարձակման համար։ Տեսնում ենք, որ Ուկրաինայի ռազմական քաղաքականությունը վերջի այդ 1.5 տարվա ընթացքում ըստ էության եղել է դա։ Իրենք աստիճանաբար նահանջում են, անցնում են ինչ որ դիրքեր, բայց դրա դիմաց ձգտում են ռուսական բանակին պատճառել խոշոր վնասներ։ Ըստ էության իրենց նպատակն է պահպանել 1-3-ի, 1-4-ի կորուստների այդ չափանիշը, թե ռազմական տեխնիկայում, թե մարդկանց կորուստների շրջանակում, եւ սա է իրենց համար գլխավոր ռազմավարական ցուցանիշը, հաջող են թե անհաջող են իրենց գործողությունները։ Բելգրադի ուղղությամբ հարձակումները ակնհայտ է, որ նրա համար են, որ այն զորախումբը, որը Ռուսաստանը ստիպած եղավ տակել Կուրսկի շուրջ, որ չտեղափոխվի այլ հատվածներ, այլ շարունակի լարված մնալ այդ Կուրսկի եւ Բելգորոդի մատույցներում, հետագա հնարավոր հարձակումները կանխելու համար, դա ռազմավարության դրսևորում է, ավելի շատ իմ կարծիքով, քան քաղաքական ինչ-որ բան։ Քաղաքական որոշում էր Կուրսկից դուրս բերել զորքերը, դա էր քաղաքական որոշում, ըստ էության նախապայմանն էր Ռուսաստանի խաղաղ այդ հրադադարի անցնելու համաձայնելու համար։ Հեռախոսազրույցից հետո ոչ մի կողմի հաղորդագրության մեջ կամ սոցցանցային գրառումների մեջ չկար շեշտակում այն մասին, որ քննարկվել է նաև Հարավային Կովկասը, բայց Կրեմլը հայտնում է, որ Թրամփն ու Պուտինը քննարկելով միջազգային օրակարգի այլ կարևոր հարցեր արձանագրել են, որ ձեռնարկելու են համատեղ քայլեր ճգնաժամային գոտիներում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Գործակցություն են հաստատելու միջուկային սպառազինության, տարածման եւ գլոբալ անվտանգության հարցերում։ Այս ձևակերպումների տակ ինչ որ կերպ տեղավորվում է Հարավային Կովկասը, Իրանը, հայ-ադրբեջանականը։ Այո, իմ կարծիքով տեղավորվում է, որովհետև այն տրամաբանության մեջ, որի մասին ասեցի, ենթադրվելու է, որ ռուսական զորքերը Հայաստանից պետք է դուրս բերվեն։ Եվ մենք տեսնում ենք, որ հուլիսի 6-ին 7-ին Հայաստանում հերթական զորավարժություններ են նախապատրաստվում, ԱՄՆ-ի, ԱՄՆ-ն 151 միավոր ռազմական տեխնիկա արդեն պլանավորել է տեղափոխել Եվրոպայից զար ռազմաբազայում այդ զորավարժությունները անցկացնելու համար։ Եվ դա լուրջ ազդակ է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը հավանաբար այս հարցում ունեն համաձայնություն, որ ռուսական զորքերը դուրս են գալու, ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը աստիճանաբար ստեղ ուժեղանալու է։ Մի քիչ առաջ ընկնենք, հնարավոր է որ մայիսի 9-ին վարչապետը վերադառնա արդեն այդ համաձայնությամբ։ Այդ համաձայնությունը իմ կարծիքով արդեն ձեռք է բերվել, մենք դրա մասին ավելի ուշ կիմանանք եւ դա խոչընդոտ չի Հայաստանի վարչապետին մայիսի 9-ին ներկա լինել Մոսկվայում, ուստի դա նշանակում է մայիսի 9-ից հետո հայտարարել։ Միգուցե, այո, միգուցե, որովհետեւ մայիսից մինչև հուլիս այդ ժամանակահատվածում ինչ որ պարզաբանումներ պետք է լինեն եւ կլինեն։ Դա նաեւ կախված է այդ արագությունից, ինչպես է ընթանալու բանակցությունները ԱՄՆ-Ռուսաստան, բայց իմ կարծիքով այստեղ կարեւոր է հասկանալ որն է այն ընդհանուր շահը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, Հայաստանի եւ Վրաստանի հետ կապված։ Վրաստանը եւ Հայաստանը դիտվում էին Եվրոմիության կողմից որպես կարեւոր թիրախներ այդ պետությունները մեր հանրապետությունը եւ հարևան Վրաստանը ներգրավել, անդամ դարձնել, հրավիրել, ինչպես ուզում եք անվանեք, Եվրոմիության կազմ։ Եվրոմիությունը շահագրգռված է ունենալ ֆիզիկական սահման, մեղրիով սահմանը Իրանի հետ։ Դա հասկանալի է հեռավոր նպատակներ ունի Իրանից էներգակիրների ալտերնատիվ ճանապարհներ, կոմունիկացիաներ ստեղծելու ունենալու համար եւ այլն։ Դա ընդգծված բավականին պես մատուցվում է։
Եվ այստեղ միգուցե Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ ես ենթադրում եմ կարող են ունենալ ընդհանուր շահ, որ եւ Վրաստանում եւ ԱՄՆ-ում ԱՄՆ-ի եւ Հայաստանում ԱՄՆ-ի ամրապնդումը դա ոչնդոտելու է Եվրոմիության այս Տրամպի, այսպես ասած, ադմինիստրացիայի քաղաքականության ներքո ոչնդոտելու է Եվրոմիության պլաններին Վրաստանը եւ Հայաստանը ներառել, ինտեգրել Եվրոմիության կազմում։ Տեսանելի էր, որ Ռուսաստանն, այսպես ասած, չէր խոչընդոտում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ դրեյֆը դեպի Թուրքիա, այսինքն իրենք դիտարկում էին, որ Թուրքիան եւ այդ 3 գումարած 3-ը կարող է լինել գործիք, որը խոչընդոտում է Եվրոմիության տարածաշրջանում հաստատվելուն։ Հիմա ոնց որ թե իրենք մեծ խաղադրույք են դնում ԱՄՆ-ի վրա, որ եթե ԱՄՆ-ում ԱՄՆ-ն հաստատվի տարածաշրջանում, Եվրոմիության, այսպես ասած, ալտերնատիվ էներգակիրների շուկան հասանելի չի լինի եւ ստեղ ԱՄՆ-ն հետաքրքրված է որպեսզի իր գազը վաճառվի եվրոպացիներին, Ռուսաստանը հետաքրքրված է որ վաղ թե ուշ իր էներգակիրների շուկան, այսպես ասած, հետ վերցնի Եվրոպայում, այսինքն երկու կողմի եւ շահագրգռվածությունը նյութական կա, ինչի իրենք ուզում են, որ Հայաստանը եւ Վրաստանը շարունակեն չեզոք, այսպես ասած, պետություններ մնալ Եվրոմիության նկատմամբ եւ այստեղ, այսպես ասած, հնարավոր լինի այդ Իրանի հետ հարաբերությունները Եվրոմիության կանխել այն գլխից, այսպես ասած։ Իսկ այս փոփոխությունները էլի բարդ վիճակի մեջ են դնում Վրաստանին եւ Հայաստանին, իրենց արտաքին քաղաքականությունը վարելիս։ Հա, որովհետև Եվրոմիությունը վերջի տարիներին շատ, այսպես ասած, ամուր կերպով փորձում էր եւ Վրաստանում եվրոինտեգրման գործընթացը հասցնել ավարտին, Հայաստանը բերել նրան, որ Հայաստանը ստիպված լինի այդ ճանապարհով գնալ, նաեւ մեծ նշանակություն ուներ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որ նպաստեց եվրոպական դիտորդներին Հայաստանում տեղակայվելու համար, իսկ հիմա ավելին է նպաստում նրանց ակտուալությունը բարձրանում է այս վերջի օրերի հայտարարությունները ընդգծում են որքան կարևոր է այդ եվրոդիտորդների Հայաստանում ներկա լինելը։ Հակասություններ կան քաղաքականության մեջ։ Մի բան անում ես, հակառակն ես ստանում Ադրբեջանի դեպքում հիմա այդպես։ Իսկ կարծում եք Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի քաղաքականությունների մոտարկումը Հարավային Կովկասում ձեր ասացի համատեքստում դա դրական լուր է մեզ համար, դրական։ Մեզ համար ավելի իմ կարծիքով մեզ համար ավելի վատ կլիներ, ավելի ծանր կլիներ, եթե Ռուսաստանը զիջեր իր դիրքերը Հարավային Կովկասում Թուրքիային։ Մենք որպես հայ մարդիկ, բայց հիմա կարծում եք, որ նման փոփոխության հոգեբանորեն, բարոյապես, տնտեսապես պատրաստ չենք։ ԱՄՆ-ն, եթե Ռուսաստանը զիջում է տարածաշրջանում իր տերը ԱՄՆ-ին, դա հայ ժողովրդի համար ավելի դրական է, ԱՄՆ-ն ունի մեծ հայկական սփյուռք, ԱՄՆ-ն բարեկամ պետություն է դիտվում մեր հանրային ընկալման մեջ եւ այն բոլոր ֆոբիաները, որոնք որ Թուրքիային են վերաբերվում, ԱՄՆ-ի հետ գոյություն չունեն։ Իհարկե վերջի տարիների ընթացքում այդ ռուսական քարոզչական մեքենան եւ այլն տունավորում էր մարդկանց գիտակցությունը, ԱՄՆ-ն փորձում էին ներկայացնել կերպարը որպես իմպերիալիստական, չար մի պետություն, բայց հիմա Ռուսաստանի ձեռները կապված են, իրենք պիտի գովան Տրամպին, իրենք չեն կարա այլ բան անեն եւ հիմա այդ բոլոր քարոզիչները, ովքեր որ ասում էին, որ ԱՄՆ-ն շատ վատ վտանգավոր պետություն է, պիտի, այսպես ասած, տեղում բդույթ անեն եւ քարցրու ամփոփենք, այսինքն ձեր տպավորությամբ հիմա Հարավային Կովկասում Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները համատեղ համաձայնությունների տրամաբանության մեջ են, թե մրցակցության այդ զիջելը ինչպես պիտի լինի կամ կարելի է ասել դա Ռոնալդ Ռեյգան, Գորբաչով, հա, գործընթացը, որը բերեց նրան, որ Խորհրդային Միությունը դուրս եկավ եվրոպական պետություններից, Բուլղարիայից, Ռումինիայից, Հունգարիայից,
Չեխոսլովակիայից, Գերմանիայից, Պոլշայից, B ինքը փլուզվեց արդյունքում։ Հիմա դրա շարունակությունն է Ռուսաստանի Դաշնությանը փորձում են դուրս մղել post-սովետական տարածքից, որը որ Ռուսաստանը հռչակել էր որպես բուֆերային տարածք, անվտանգության գոտի, այսպես ասենք։ Հիմա այդ վարչակազմի ժամանակ էլ նույնն էր, հիմա ըստ ձեզ կարծես ասում եմ, որ նույնը Միացյալ Նահանգներն անում է այլ մեթոդներով։ Ավելի կոշտ մեթոդներով եւ իրավիճակը մեծ սխալ էր Ուկրաինայի դեմ ագրեսիան եւ իմ համոզմունքն է, որ մեծ հետախուզական օպերացիա էր իրականացրել ԱՄՆ-ն, որպեսզի Ռուսաստանի մոտ ստեղծվի տպավորություն, որ իրենք կարող են կարճ ժամանակում Կիևում իշխանափոխություն անեն եւ ասվիններով պահեն Մեդվեդչուկի կառավարությունը, դա շատ նուրբ, շատ բարդ, այսպես աշխատանք պիտի արվեր, որ գերտիրության ղեկավարության մոտ ձևավորվեր պատկեր, որ դա իրականացվելի ծրագիր է եւ համապատասխան հրահանգներ բանակ ստանար, մնացած բոլոր ուժային կառույցները ստանան եւ Ռուսաստանի մեծ, այսպես ասած, ավարիան տեղի ունեցավ հենց արդեն այդտեղ, այդ մակարդակով։ Հետագան Ռուսաստանը ներքաշված եղավ թակարտա Ուկրաինան, բերեց Ռուսաստանին մեծ վնասներ։ Ռուսաստանը սկսել է պատերազմը ինչ որ ռազմական տեխնիկայի պաշարով, որը որ այս պահի դրությամբ ոչնչացված է։ Պահեսներից են հանվում 70-ական, 80-ական թվականների ռազմական տեխնիկան, հասնում են, թե չեն հասնում մոդեռնիզացնեն եւ դրանով ատակարարեն բանակի անհրաժեշտությունները բավարարեն օրորի աճող, կորցնում են մասնագետներին ռազմական եւ այլն, փոխարինում են կամավորականներով, բայց այդ հերանեկար չունեցող քաղաքականությունը, այդ կամավորականները ինչ էին Ռուսաստանում դեմ հրադադարին շատերը, որովհետև այդ կամավորականներին եթե ուղարկեն տուն, հետո էլ բերել դժվար կլինի։ Չէ, բանակը կորցրել է իր պրոֆեսիոնալ կադրերը եւ բանակը կանգնած է ռուսական բանակը անհրաժեշտության առջեւ, որ զրոյից պետք է նոր կադրեր աճացնել եւ այլն, դա երկարատև եւ շատ բարդ ծրագիր է, մեծ հարցական է կարողանա Ռուսաստանը այդ կորուստները իրականացնել։ Այս չար եվրոպացիները տեսնելով, որ մոտենում է հրադադարը, ուզում են այդ 300 միլիարդը կոնֆիսկացնել, որը որ սառեցված էին պահում մինչև այս վերջերս եվրոպական բանկերում Ռուսաստանի Դաշնության փողերը եւ այլն, կատաստրոֆիկ բարձր վնասներ է կրել Ռուսաստանի Դաշնությունը այս ամենի պատճառով եւ Բայդենը նույնպես պիտի այս փուլում իրականացներ նման մի բան, այն ինչ որ հիմա անում է Թրամփը, բայց իհարկե ոչ այդ թատրոնի բեմականության հասցրած եւ էներգետիկ վիճակի, բայց միևնույնն է հիմա պիտի այն փուլն ենք մտել, որ մենք պիտի տեսնենք, թե ինչպես են կապիտալիզացնում Ռուսաստանի Ուկրաինայի վրա հարձակվելու սխալը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Կհանդիպենք։